Հայաստանյան այս մթնոլորտը պետք է դիտարկել միայն նախընտրական տրամաբանությամբ։ Այ արդեն իսկ այո։ Մենակ այն որ քաղաքական process-ներ են հիմա արդեն իսկ գեներացվում նախաշեմին ընտրությունների, արդեն իսկ տեսնում ենք, որ այո, նույնիսկ այն իրավիճակը, որը եկեղեցու շուրջ է տեղի ունենում, քաղբանդարգյալներ, այ հիմա Դավիթ Համբարձումյանը եկավ ու անմիջապես ձերբակալվեց, այս ամեն ինչը ձերբակալվածներ եւ այլն։ Ընդհանրապես սա նախ լուրջ ձերբակալեն։ Բնականաբար պետք է ձերբակալեն, ուրիշ բան թե ընթացքը ինչպիսի արդյունք եւ կուլմինացիան ինչպիսին կլինի։ Ուրիշ բան եմ ասում, ես ընդհանուր ձեր ասածի տրամաբանությունն եմ ասում։ Այս ամեն ինչը տեղավորվում եւ դասավորվում է այդ տրամաբանության մեջ։ Իշխանությունները ունեն իրենց հաշվարկը գնում են հերթագանի, բայց նաև չբացառելով արտահերթը, ես ավելի քան վստահ եմ, որ ներկուսակցության, չէ, մի բացառեք երբեք, մի բացառեք, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ խոսույթը դեռևս ակտուալ է, նույնիսկ ներկուսակցական իրենց մեջ, ես չասեմ հավաստի, ամենայն դեպս որոշակի ինֆորմացիայի տիրապետում եմ, չի բացառվում դա, եւ նույնիսկ հիմիկվանից արդեն պատրաստվում են ընտրատեղամասներով նույնիսկ անուններով, ազգանուններով, ովքեր ինչ պետք է առաջնորդեն, այսինքն հիմիկվանից տարվում են աշխատանքներ եւ այդ նորմալ է իրականում։ Ոչ հերթական, այլ արտահերթի։ Հերթականին, բայց ենթադրելով, որ ամեն պահ կարող է ինչ որ ֆորս մաժորային իրավիճակ լինի, նաեւ արտահերթ տեղի ունենա։ Գիտես, վերջին տեղեկությունները վկայում են նման իրավիճակ նաև Ադրբեջանում կապված այդ Մեհդիևի սկանդալի հետ։ Հիմա Ադրբեջանի խորհրդարանում ասում են Մեհդիևը սեփական պատգամավորական խումբ ունի, 20-ից ավելի պատգամավորներ եւ այդ թիմը ձևավորել, այո, գիտեմ այդ։ Այդ խնդիրը լուծելու համար կարող են եւ գնալ մեջլիսի լուծարման։ Ամենայն դեպս ես չեմ կարծում, որ բռնապետական երկրում հնարավորություն ստեղծվի, որ նրանք հասցնեն այդ տրամաբանությանը։ Շատ արտաքին օգնությունը լուրջ է։ Եթե արտաքին միջամտություն լինի եւ այո, ինչի, այդ դեպքում չի բացառվում։ Բայց ես կարծում եմ, որ արտաքին միջամտությունը ինչպես են էլի չի բացառվում։ Էլի չի բացառվում։ Ամենայն դեպս տեսեք, գործող իշխանությունների դեմս ղեկավարի իհարկե շատ դեպքերում ֆետիշացնելով այդ ասածը, ամենայն դեպս ասում է, որ արտաքին ազդեցություն եւ գործոններ կան, գիտեք, այս վերջերս նույնիսկ ընդ որում շատ կարեւոր բան ձեզ ասեմ։ Իր շուրթերից հնչեց մի արտահայտություն, որի հետքերով գնացող չեղավ կարծես, իրավապահ համակարգը։ Ասեց, որ կաթողիկոսի եղբայրը ագենտ է, KGB-ի գործակալ է եւ այլն։ Այսինքն, եթե դու նման հայտարարություն ելնելով նաև քո պաշտոնից նման հայտարարություններ ես անում եւ այդ համատեքստում էի ասում, որ ագենտուրաների ցանց եւ այլն արձետություն դրսից եւ այլն եւ այդ մտահոգությունը բարձրացնում, ապա ուրեմն պետք է ամբողջ ուժային կառույցը ձեր ձեռքի տակ գա, փորձեք գործադրել։ Հաշվի առնելով նաև թարմօրինակները կարող ենք բախվել նաև կոմպրոմանտների պատերազմի։ Հիմա կոմպրոմանտների պատերազմը։ Հիմա զենքը դարձել է անձնական կյանք ներխուժելը։ Հիմա փաստացի ոչ մեկս ապահովագրված չենք։ Եթե մարդը ցույց է տալիս, որ կարող է նույնիսկ ես այդ մի պահ ասեցի դա անլուրջ է, մի քիչ խիստ հա Գյումրիի դեպքերը, որ ասեցին ATS ապարատներով են, հա, բարձրության վրա ամբողջ քաղաքապետարանի շենքը գաղտնալսել ATS սարքի միջոցով, ու այդ ինչ որտեղ փորձեցին ցույց տալ, որ տեսեք ինչ զարգացած ենք մենք։ Բայց դա հնարավոր է, ինչ կա։ Չի բացառում, պարզվում է, որ այդպես է, դա հետաքննության ընթացքում ինչ որ միտեղից, այսպես ասած, սլիվ եղավ այդ ինֆորմացիան։ Դրա համար եմ ասում, ոչ մեկ ապահովարը չի, ուրիշ հարց է թե իրավական տեսանկյունից, որ մարդիկ առանց օրենքի այդ թույլտվության, որը վաղը շատ լուրջ զենք է դառնալու իրենց իսկ դեմ, թե ոնց ես դու կիրառում, դա դու դրա թույլտվությունը ունես կիրառելու, գաղտնալսելու։ Այսինքն ուժային կառույցներիդ ուղղորդելու նման գործառույթներ իրականացնելու։ Հələ դրա իրավական կողմը շատ բարդ է լինելու իրենց համար։ Այդ գաղտնալսել, բայց որ բոլորն են գաղտնալսվելու, ընդ որում իր թիմագիծները եւ շատերը հենց հիմա այդ կոմպրոմատների տակ, այսպես ասած, սուսուփուս փորձում են как бы чего не вышло տրամաբանության մեջ, ոչինչ չասենք, հա, ոչ տեսել ենք, ոչ լսել ենք, պարզա որ այսպես պետք է լինի։ Չեք չափազանցնում։
բացարձակ։ Չէ, մենք տեսնում ենք այն ինչ որ եթե մարդը կարողանում է գաղտնալսել, թեկուզ այդպեսով ցույց տալ, որ տեսեք ինչ տեխնիկայի ենք ունում, ինչպես ենք մենք տիրապետում այդ տեխնիկային, ոնց կարող են գաղտնալսել եւ այլն, դա ընդ որում գրեթե բոլորին ստացվում է, որ երրորդ դեպքն է։ Բայց փաստերը խոսում են բոլոր իրենց արարքներով հանդերձ ինչի մասին են խոսում։ Լավ, նորից զուգահեռ անենք դրսի մթնոլորտի հետ։ Արտաքին օրակարգը կսպասի մինչև ընտրություններ Հայաստանում ավարտեն, թե դրանք զուգահեռ process-ներ։ Տեսեք, ախր այնքան արագ է զարգացումներ տեղի ունենում ու օրինակ տեսեք, շատ շուտով Հայաստանում շատ լուրջ իրադարձություն է սպասվում։ Խոսքը Եվրանեստի մասին է։ Ընդ որում հայկական կողմը, եթե չեմ սխալվում, դերևս բանավոր հրավիրել է Էրդողանին ու Ալիևին։ Եվ այդ ամեն ինչը ներկայացնում է որպես խաղաղության օրակարգում դրվագ, որ վերջի Եվրանեստը ընթանում է։ Եվրոպական ինչպես էր կոչում, Եվրոպական ընկերակցության այաբրեկ։ Հիմա խոսքը դրա մասին է, այսինքն հրավիրում են հիմա, որ Հայաստան ֆիզիկապես ներկա գտնվի։ Ճիշտ է, եղել է բանավոր հրավեր։ Բանավոր հրավերը արտգործնախարարն էլ ասեց։ Մինչև այդ ինչ եղավ, չէ՞, եթե չեմ սխալվում, ադրբեջանական համայնքի ակտիվիստներին էին։ Հիշում եք նաև մեկը ժամանել էր, ով որ ժամանակին Շուշիում ճանապարհ էր փակել որպես էկոակտիվիստ եւ այդտեղ չէին զդել, թե ում են հրավիրում, ում կարելի է հրավիրել եւ դա զայրույթի դա մեր խնդիրը չէ, դա Ադրբեջանն է որոշում ում ուղարկել։ Չէ, Ադրբեջանը որոշում է, հայկական կողմը ուսումնասիրում է, չէ, ով է գալիս։ Հիմա կներեք, եթե նույն տրամաբանությամբ, եթե ասենք ինչ Ռամիլ Սաֆարովն է կարող գա, եթե խաղաղությունը ուրեմն բոլորի հետ, որովհետև արտգործնախարարի ասածը հագասում էր ինքը իրեն։ Իհարկե ինքը փորձում էր տրամաբանությամբ տանել, որ ընկալելի է ժողովրդի զայրույթը, որ մենք գոնե պետք է նայենք ում ենք հրավիրում, ովքեր են գալիս։ Այսինքն մարդիկ, որոնք որ թողել են սովամա լինելու, այնտեղ էկոակտիվիստ հրճագելով իրենց փակել են այդ մարդուն, դու դիմավորում ես Երևանում։ Այսինքն նույն տրամաբանությամբ դու կարող ես ասել, որ գիտեք ինչ կա, պատվիրակության անդամներից մեկը չի կարող գալ։ Բայց իրենք ուրիշ տրամաբանությամբ են առաջնորդվում։ Հիմա դե մեկն ու մեկի հետ պետք է խոսենք, թե չէ։ Հիմա դե մի գալու է մի օրը, որ ես էլ ուրիշ բան եմ ասում, դրա համար մի քիչ օրինակը տեղին չի, բայց նաև ինչ որտեղ լավ էլ տեղին է։ Հիմա այդ տրամաբանությամբ չասեմ Ռամիլ Սաֆարով կամ Ռամիլ Սաֆարովի նմաններին է դե բերեք այստեղ ասեք դե խաղաղությունը հաստատվե հիմա պետք է խոսենք, պետք է կոմունիկացիա լինի։ Դե այդ ձևաչափը նախկինում էլ է գործել, էլի շփվել են, բայց հիմա նախկին ձևաչափի ժամանակ ես ձեզ վստահեցնում եմ, ես չեմ հիշում գետ 1 անձ, որը որ ռազմական հանցագործություն արած լիներ, այնպիսի խաղաղակտիվիստ լիներ, որ ինչպես օրինակը բերեցի, նման գործողություն արած լիներ, որ Երևանում նրան դիմավոր են։ Ես չեմ կարծում, որ նման մարդու հետ, որը ոդնակոխում է Հայաստանի դրոշը, կարելի է այդ մարդու հետ կոմպրոմիսային ինչ որ բանի հայտարարի գալ, կանչել եւ այլն։ Մենք ականատես կլինենք թեժացման process-ի բոլոր դեպքերում։ Ոչ թե թեժացման, դե հարաբերական անդոր է այս պահին, եթե այդ տեսանկյունից ենք նայում, կառուցողական դաշտ են կարծես երկու կողմն էլ եկել, փորձում են ինչ որ հաշտեցման եզրեր գտնել, փորձում են այդ սուր ծայրերը հարթեցնել, հասկանալ, որ վերջի վերջո այդ աբաշրջափակումը պետք է տեղի ունենա։ Հիմա տեսեք, այդտեղ էլ են շահարկվում այդ թեման։ Մարդիկ կան, որոնց տրամաբանության մեջ կա ճշմարտություն, որոնց մասամբ ես կողմ եմ, որոնց տեսեք ասում են այն ժամանակ ինչի մենք շրջափակված ենք, այո։ Բայց ամենայն դեպս երկու երկիր մեր հարևանների հետ մենք կապը կար, բաց էր, առևտրաշրջանառություն կար, ելքումուտք կար, որքան էլ որ մյուս երկուսի հետ մենք չունեինք որևիցե կապ։ Հիմա ում համար է հարմար, որ այդ 4-ի հետ էլ ունենաս 4 հարևան եւ 4-ի հետ էլ ունենաս բաց սահմաններ, դա հարցի մյուս կողմն է, բայց այդտեղ էլ մյուս կարծիքն է գալիս, ինչի գնով։ Գինը ուրիշ հարց է, բայց խեղդված ապրելն էլ մի բան չի, չէ՞։ Դե հասկանալի է, բայց բացես էլ ուրիշ անվտանգային սեգմենտ է հաշվարկենք։ Արդյոք այս իշխանությունները անվտանգային սեգմենտը հաշվարկել են։ Մենք այդ մասին բավականին երկար զրուցել ենք մեկ անգամ ձեզ հետ։ Շատ խնդրահարույց իրավիճակներ կա։ Երբ որ դու արդեն իսկ բացում ես ու տարանցիկությունը ապահովում ես։ Ձեր ասածը այդքան իշխանությանը չի վերաբերում, որովհետև իշխանությունը այսօր կա, վաղը չկա։ Պետության դիմացկանության խնդիր է այստեղ։ Առավել ևս դիմակայի այն
նորություններին, որոնք արտաքին ռիսկեր են պահել։ Շատ ապրեք։ Հիմա տեսեք, հենց հիմա մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին։ Հիմա հասկանալի է հաղթանակած պետությունը։ Հենց հիմա Բաքվում պատրաստվում են հաղթանակի բավականին մեծ Արցախի հանդեպ ունեցած հաղթանակի բավական մեծ շքել նոյեմբերի 9-ին։ Բաքվում այդ պուրակը դեռ կա։ Այսինքն, եթե այդ տրամաբանությամբ են շարժվում, շատ դժվար է լինել, որքան էլ այսպես նոր որ մենք խոսեցինք, պատվիրակություններ կան, գնան, փորձեն խաղաղություն։ Եթե ֆիկտիվ խաղաղության մասին չենք Մենք մայիսի 8-9 չենք նշում։ Այդ եմ ասում, բայց հիմա նայեք, մենք համարյա ոչ մի տոն չենք նշում, հավուր պատշաճի չենք նշում։ Հենց այդ պատճառով։ Հենց այդ պատճառով։